Ղուկասյան, պատմեցտասը ձեզ չէի համոզում, հետազոտելու հետ կապված, ձեր նախագծերը միշտ այսպիսի դիմադրության է առնանում, անգամ ձեր շինարարության կողմից, ինչն է խնդիրը, շահերի բախում կա, կառավարության հետ անհամաձայնություն կա, ինչն է պատճառը, որ ձեր նախագծերը, մասնավորապես դրանքերի հետ կապված վերջին նախագիծը հավանության չի արժանացել։ Տեսեք, հավանության արժանացավ նախագիծը նոր, կառավարությունը տվել էր 11 առաջարկներ, քանի որ ծավալուն է եւ բազմաթիվ հոդվածներում քրեական օրենսգրքի, հատկապես 40-րդ գլխում, մի շարք հոդվածներում եւ մի շարք հոդվածների տարբեր խստության պատիժների մասով առաջարկներ են եղել անհետ փոփոխություններ եւ նաեւ նոր սանկցիաներ են կառավարության կողմից առաջարկներ եղել նաեւ նոր սանկցիաներ սահմանելու սրա հետ կապված քննարկումը տևեց ավելի քան 3 ժամ բայց առաջինից երկրորդ ընթացքում ելի որոշ փոփոխություններ ամեն դեպքում անելու ենք կառավարությունը դրական եզրակացություն է տվել իր առաջարկներով որոնք բոլորը ես ընդունել եմ եւ տեսեք մշտապես այդ հարցը կա ձեր հետ կապված ասում են նաեւ խնդիրներ կան ներսում ձեր նախագծերի հետ կապված մամուլում տեղեկություններ կան ձեր նախագծերի հետ կապված եւ քաղաքացիական պայմանագրում առաջիկայում կարող է ձեր հարցը քննարկվել թիմակիցներ կան որոնք դուք ձեզ դեմ են այս ամեն ինչի հետ կապված ինչ է կատարվում ես մի բան կասեմ որ իմ նախագծերը բոլորը ընդունվել են ազգային ժողովի կողմից որոնք որ ես ներկայացրել եմ եւ առաջիկայում ունեմ լուրջ նախագծեր, որոնք իշավ մեր պետության պետք է առաջիկայում ընդունեն։ Շահերի բախում չգիտեմ ով ունի որևէ բանի հետ, ամեն դեպքում իմ բոլոր նախագծերը իշավ մեր պետության եւ մեր քաղաքացիների են եւ բնականաբար քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը կողմ է քվեարկում թե ով շահերի բախում ունի դրա մասին կամավորները ինչու են այդ դեպքում դժգոհություն հայտնում եւ նույնիսկ վարչության նիստ են ուզում անել եւ ձեր հարցը քննարկել ով է դժգոհություն հայտնում իրան հարցրեք խեք դժգոհ բայց դուք ինչ բացատրություն ունեք ինչ խնդիր կա եթե դուք պետության շահն եք մեն հետապնդում ես չեմ ուզում որևէ մեկին անդրադառնալ առավել եւս որ դա վերացական ուղղակի խոսակցություններ են Ես կասեմ մի բան, որ իմ աշխատանքը ի նպաստ մեր երկրի է եւ այն բոլոր նպատակների, որոնք մենք ստանձն ենք առել 2021 թվականի արտահայտ ազգային ժողովի ընտրություններում, այսքանը կասեմ ու մինչեւ այս պահը ինձ հաջողվել է բոլոր նախագծերը բարեհաջող անցկացնել, դրանք տվել են արդեն իրենց արդյունքները եւ առաջիկայում կտան ֆինանսական եկամուտների տեսքով, որոնք ունենում է մեր պետությունը դրանց արդյունքում եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված։ Փաշինյանի հետ հանդիպել էիք, ինչ այդ զրույցից ինչ կարող եք ասել, ինչ դժգոհություններ ուներ ինքը։ Վարչապետը որևէ դժգոհություն չներկայացրել, մենք որևէ հարցով ձեր նշած հարցերը ամեն դեպքում չենք քննարկել։ Նամակը ստացել եք, ինչ եք պատասխանել։ Ես ճիշտ ասած ծանոթանալու պատճառով չեմ հասցրել ծանոթանալ։ Կարող է միանալ։ Չեմ ցանկանում անգամ պատասխանել այդ հարցին։